Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի, հսած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզ փորձություն այլ փրկյազ մեզի չարե, Սքայ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներս բարի եկեք թող Տեր օրհնի բոլորիս իր սիրո եւ խաղաղության մեջ պահի Այսօր շարունակելու ենք երկրորդ գլուխը Հռոմեացին ուղղված Պողոս Արաքել նամակի եւ 12-ից 24 համարները պիտի սերտենք Այստեղ պիտի Տերը խոսի հրեաների եւ հեթանոսների թե ինչ օրենքներով ինչ ձևով պետք է արդարանան Աստծո մոտ ներկայանան Մենք անցյալ անգամ խոսեցինք թե ինչ է սպասում դատաստանի ժամանակ ինչպես պիտի անենք ոնց պիտի մեր փրկության ճանապարհը գտնենք կամ բարի գործեր կատարելով մարդ ինչպես պիտի արդարության հասնի այսօր դի տեսնենք Տերը ցույց պիտի տա նաև կեղծավորությունը հրեաների, հեթանոսների եւ նաև այսօր քրիստոնյաների թե ինչպես մարդիկ օրենք ունենալով հպարտանալով իրանք Աստծուն ճանաչում են մկրտված են բայց ում ինչի մեջ մեղադրում են իրանք նույնը շարունակում են գործել անել եւ դրանով նաև Աստծո անունն են արատավորում այս աշխարհի մեջ Մեր կյանքի մեջ շատ են ցավոք սրտի մարդիկ, ովքեր ավելի շատ օրենսգետներ են, քան օրենապահ մարդիկ են, ավելի շատ օրենքներից խոսում են, գիտեն, բայց իրենք երբեք չեն կիրառում եւ խոսք այսօր այդ մասին է։ Հիշում եք, որ երբ որ քրիստոնյաները, հեթանոսները քրիստոնյաներ էին դառնում, հрьяաներն ասում են, որ դա բավական չէ, պետք է նաև հրեական օրենքները պահեք, թլպատվեք, որպեսզի ձեր փրկությունը կատարյալ լինի։ Հիմա Պողոս Արաքելը պիտի ցույց տա մերկությունը հրեական օրենքները պահելու եւ ինչպես մարդը պետք է կարողանա Քրիստոսով արդարանալ։ Սկսենք։ Այսօրվա առաջին համարը 12 համար է։ Բոլոր նրանք, որ մեղանչեցին առանց օրենք ունենալու, առանց օրենքի կգործեն, իսկ նրանք, որ օրենք ունենալով մեղանչեցին, օրենքով էլ կդատվեն։ Ուրեմն արդեն այստեղ խոսքը, ինչպես ասացի, հрьяաների եւ հեթանոսների մասին է։ Նրանք, ովքեր օրենք ունեն, ովքեր էին հрьяաները, ովքեր մովսիսական օրենքն ունեին, իրենց ամբողջ կյանքը, ծիսակարգը, կենցաղը ինչպես պետք է օրենքներով կարգավորեին, եւ հեթանոսները, ովքեր օրենք չունեին, իրենց մասին է խոսքը, բայց տեսեք, այստեղ հետարքի մի բան ասում, ովքեր օրենք չունեին, օրենքով պիտի կորչեն հեթանոսներին, բայց հрьяաների պարագին ասում օրենքով պիտի դատապարտվեն, օրինակ պիտի դատվեն։ Նրանք պիտի կորչեն, սրանք պիտի դատվեն։ Ուրեմն շատ հետարքական է, որպեսզի տեսնենք այդ հեթանոսները, որ օրենք չունեին կամ ասենք շատ հաճախ են, չէ, հարցնում, բա մյուս ազգերը ոնց պիտի փրկվեն, ովքեր Քրիստոսին չեն ճանաչում, ուրեմն կյանքի մեջ կա Աստծո գրավոր օրենքներ եւ կա բնական օրենքներ, այսինքն բնական օրենքները, որ կարող է դու օրենք չունենաս, բայց գիտես, որ սպանել լավ չէ, այսինքն հաջորդ համաների մեջ կնես մեր այդ օրենքները գրված են մարդու սրտի մեջ Այսինքն մարդը պիտի առաջնորդվի խղճով եւ այդ խղճի համաձայն իր բնական օրենքների իմացությամբ ինքը նա պիտի դատաստանի առջև կանգնի։ Ուրեմն թե հрьяաներ, թե հեթանոսները երկուսներ պիտի դատապարտվեն։ Կապ չունի, որ մեկը ասում է մենք չենք իմացել, չենք լսել, չենք ասել, չենք սովորել, դա իրենց համար արդարություն չի, ոչ էլ իրենց համար դա փաստ է, որ պիտի փրկվեն։ Ուրեմն հрьяաների պարագային ավելի խիստ է, որտեղ հрьяաները օրենքներ ունեին, բայց չէին պահում։ Իրենք իրենց հպարտանում են, չէ՞, իրենք օրենսգետներ են, փարիսեցիներ են, Աստծո հետ մտերմություն ունեն, հպարտանում են ամեն անգամ, բայց այդ օրենքները հեթանոսներին հավասար խախտում են։ Ուրեմն հрьяաները օրենքներ ունեին, մարգարեություններ ունեն, բայց մեղքեր գործեն պիտի դատապարտվեն հենց այդ օրենքի համաձայն։ Օրենքը ինչ որ ասում էր գրված է, եթե մեկը շնացել պիտի քարկոծես, ասենք պիտի քարկոծելով սպանեն։ Գրածը չես արել, խախտել ես օրենքը, ուրեմն այդ օրենքի համապատասխան պիտի պատասխան տաս։ Ուրեմն այստեղ պետք է նշենք նաև որ օրենքը հрьяաներին որևէ առավելություն չէր տալիս։ Օրինակ իրենք
ազատագրված են կամ փրկված են։ Այսինքն, եթե մեկ այսօր ասում է ես մկրտված եմ, սա չմկրտված մարդուց իր համար առավելություն չի։ Եթե դու չմկրտված մարդու պես, անհավատ մարդու պես ապրում ես, մկրտված ես հավատքով, հույսով, սիրով չես ապրում, Աստծո պատվերները չես պահում, ոչ մի առավելություն չունես անհավատից կամ չմկրտված մարդուց։ Ուրեմն այստեղ ինչու է շեշտում Պողոս առաքյալը, որովհետև հрьяաները միշտ հպարտանում են, իրենք ընտրյալ ժողովուրդ են, իրենք Աստծո հետ մտերմություն ունեն, բարձրանում են իրենց օրենքներով, օրենքները անգիր գիտեին, նույնիսկ հատուկ գիրք ունեին, որ Թալմուդ էր կոչվում, օրենքների գիրք, որ Աստվածաշնչից զուտ ավելի շատ դրանով էին իրենք առաջնորդվում, բայց իրենք ամենաշատ օրենքները խախտողներն էին։ Ուրեմն ինչի է սա գրում Պողոս առաքյալը, որ մեկ է դու ուզենաս թե չուզենաս, ինչ էլ անես, չհավատասել, մեկ է Աստծո դատաստան առջև պիտի կանգնես Տիրոջը պատասխան տալու համար։ Ուրեմն սա նաև հрьяաներին ավելի վատ վիճակի մեջ էր դնում, որովհետև իրենց պատասխանատվությունը ավելի մեծ էր։ Այսինքն մկրտված մարդու պատասխանատվությունն էլ չի ավելի մեծ է, որ մեկն ասում է ես քրիստոնյա եմ, ուրեմն իր պարտականություններն, իր պարտավորությունները ավելին են, քան սովորական որևէ մեկինը։ Քահանային պարտականությունն ավելի բարձր ու ավելի շատ են, քան բարձ հասարակ քրիստոնյան։ Այսինքն ամեն մարդ ինչ որ ինքը հանձն է առել, այդ հանձնառության մեջ ինքը պետք է հավատարմությամբ մնա եւ հավատարմությամբ ծառայի այդ ամեն ինչին։ Ուրեմն այստեղ օրենքը նաև նրանց պաշտպանելու փոխարեն նաև դատապարտում է, շատ հետաքրքիր է, չէ՞, որ պաշտպանելու փոխարեն նաև դատում է։ Այսինքն, եթե ես օրենքները պահել եմ, հնարավոր է մեկը ամբողջ կյանքում օրենքները ամբողջությամբ պահել։ Հնարավոր չէ։ Դրա համար հիշում եք, երբ որ մեծահարուստ երիտասարդը մոտեցավ Հիսուսին, ասաց. «Բարի վարդապետ, ինչ անեմ»։ Ասաց. «Պահիր, ասաց մանկուց բոլոր պատվիրանները պահում եմ», որ հնարավոր չէր։ Ասաց. «Ուրեմն մեկ բան է քեզ պակասում կատա լինելու համար, գնա վաճառ ունեցվածքը տուր աղքատներին, արի», բայց քանի որ ինքը հարուստ էր, տխրեց ու գնաց։ Այսինքն չուզեց այդ կատարելությանը հասնել։ Ուրեմն մենք օրենքով, եթե ասում եք, կհարթամ այդ հատվածը կկարդամ, ով որ ամբողջ օրենքը պիտի ուզում է պահել, բայց մեկ օրենք խախտում, ասում է ամբողջ օրենքի առջև պատասխանատու է։ Սա Հակոբոս առաքյալի խոսքն է, ասում է. նա ով պահում է ամբողջ օրենքը միայն մեկ բանով սայթակում է, պարտաբան կլինի ամբողջ օրենքին։ Այսինքն հիմա եթե դու 10-ից մեկը խախտել ես, վերջ, ուրեմն դու 10-ը խախտած ես։ Դրա համար մենք ինչի տակ ենք այսօր, շնորհի, չէ՞, այսինքն Քրիստոսի բերած ազատագրության տակ ենք, ոչ թե օրենքի տակ ենք։ Այսինքն մենք սիրո մեջ, այդ սիրո հարաբերության մեջ պիտի մեր փրկությունը գտնենք, որովհետև Հիսուս մեզ ազատագրել է այդ օրենքի տառակերությունից, օրենքով փրկվել, այլ հակառակը իրեն հավատալով, միայն հավատալով Քրիստոսին, մկրտվելով Քրիստոսյանով, ապրել Քրիստոսով, արդեն դա քեզ տանում է դեպի փրկություն։ Ուրեմն եթե հрьяաները օրենքներ ունեն, ապա գրված օրենքեր, հեթանոսների պարագային արդեն ասում է չգրված օրենքներ չունեն, այսինքն իրենց մոտ բնական օրենքներ։ Հիշում եք նախորդ գլխի մեջ ասում է պետք է ճանաչեն Աստծո ամենազորություն, ամենակարողությունը, մշտնջենությունը, այսինքն բնությունը պատմում է Աստծո փառքը եւ այդ օրենքը կոչվում է բնական օրենք, այսինքն բնականից մարդու մեջ դրված է, չսպանել, չշնանալ, չգողանալ։ Հեսա հաջորդ համեր կնենք, ասում են նաեւ խիղճը թելադրում է կամ մեղադրում է կամ արդարացնում է մարդուն։ Ուրեմն այս բնական օրենքի տակ են այդ բոլոր մարդիկ։ Ուրեմն բոլոր մարդիկ բնական կարող են ճանաչել մեղքը, քանի որ բոլորն էլ խիղճ ունեն, չէ՞, այսինքն խիղճը դրված է մարդու մեջ իբրև օրենսգետ, իբրև հուշարար քեզ, որ այս քո արարքը լավ է կամ վատ է։ Քանի որ հեթանոսները միայն բնական օրենքներն ունեն, որոնք ամբաստանում են նրանց, իսկ հрьяաները դրա վրա ունեն իրենց դատախազ նաև դրված օրենքները։ Սա Հովան Ոսկեբերանի խոսքն է։ Այսինքն, եթե սրանք բնական օրենքներ ունեն, հрьяաների պարագային գրված օրենքներ որպես դատախազ է դրված սրանց վրա, հիշեցնելու ամեն անգամ, որ ձեր պարտականությունը, որ դուք հանձն եք առել, ավելին է, քան մյուսները։ Այս պատճառով է առաքյալն ասում, որ հեթանոսները կորչելու են, իսկ հрьяաները դատապարտվելու են։ Տեսեք, կորչելու եւ դատապարտվելու մասին։ Քանզի Տերը գիտե արդարների ճանապարհները, իսկ ամբարիշտների ճանապարհները կորստյան են տանում նրանց։ Սա էլ Դավիթ մարգարեի խոսքերն են։ Ուրեմն այստեղ առաքյալն է ցույց է տալիս, որ հрьяաները ավելի կարոտ են Քրիստոսի շնորհին, քան հեթանոսները։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է, չէ՞։ Այսինքն հեթանոսը, որ չէր ճանաչում Քրիստոսին, ինքը
հավատաց, մոտեցավ Քրիստոսին, բայց հрьяաները օրենքներն ունենալով, գրավոր օրենք ունենալով, իրենք ավելի շատ կարիք ունեն Քրիստոսի շնորհների ողորմության, քան հեթանոսները։ Դրա համար հрьяաների պարագային ասում է, որ իրենք պիտի դատապարտվեն, քանի որ օրենքները չպահեցին։ Ուրեմն սա կարևոր ինչ է մեզ հուշում, սիրելիներ, որ յուրաքանչյուր քրիստոնյա մարդ ինքը Սուրբ Գիրքը կարդա թե չկարդա, իր մեջ բնականից դրված ուրեմն այդ օրենքները, սրբությունները պահելու, եթե ոչ, արդեն պիտի գաս դատաստանի առջև։ 13-րդ համեջ շարունակում է ասելով, որովհետև օրենքը լսողները չեն, որ արդար են Աստծո առաջ, այլ օրենքը կատարողները պիտի արդարացվեն։ Տեսեք, ասում եմ, օրենքները լսողները չէ, կամ անգիր իմացողները չէ, որ պիտի արդարանան, այլ նրանք, ովքեր որ կատարել են։ Հակոբոս Արաքյալն ինչ էր ասում, հավատքը առանց գործերի մեռած է, այսինքն միայն ոչ թե պիտի լսողներ լինենք, այլև կատարող պիտի լինենք, ապրողը պիտի լինենք։ Եթե կա հրաման, ուրեմն դու պիտի կատարես։ Ինչ է սա ցույց տալիս, որ հрьяաները ոչ մի օգուտ չկար իրենց օրենքներից։ Մեն օրենքները գիտեին, անգիր արած օրենքներ գիտեին, անգիր արած պատվիրաններ գիտեին, բայց իրենք մեն լսողներ ու քարոզողներ էին, բայց գործնական կյանքի մեջ չկար։ Ուրեմն այստեղ գալիս է արդեն երրորդ օրենքը, գործնական։ Ուրեմն գրավոր օրենք, բանավոր բնական օրենք եւ գործնական օրենք, որ դու պիտի կատարես։ Ուրեմն հрьяաները գրավոր օրենքն ունեին, բնական օրենքները կար դրված, բայց գործնական կյանքի մեջ իրենք ոչ մի բան չունեին։ Ուրեմն խոսքը կատարողներ եղեք եւ ոչ թե միայն այն լսողներ համարեցեք դուք ձեզ, քանի որ եթե մեկը միայն լսող լինի խոսքը եւ ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մեջ իր բնական դեմքը, նայելով տեսնում է ինքն իրեն, անցնում գնում եւ միջապես մոռանում էր թե ինչպիսին է ինքը։ Տեսեք ինչքան գեղեցիկ է նկարագրում Հակոբոս Արաքյալի խոսքն է։ Այսինքն երբ որ մեկը նայում է իր հայելու մեջ ինքն իրեն, գնում է չի հիշում ինքն ինչպիսին է։ Այսինքն օրենք լսողը սա է, որ լսում ես, բայց ոչ մի բան չի փոխվում քո մեջ։ Նույն այն քրիստոնյաների, այն հավատացյալ հոգեվորականների մասին է, ովքեր լավ Սուրբ Գիրք գիտեն, կարդում են, բայց երբեք չեն ապրում։ Այսինքն ուրիշներին սովորեցնում են, բայց իրենց կյանքի մեջ այդ արտացոլանքը չկա։ Իրենք օրենքները սովորեցնում են, այսինքն նորից եմ ասում, դառնում ենք օրենսգետ, քան օրինապահ։ Իսկ Աստված մեզանից պահանջում է, որպեսզի մենք լինենք օրինապահ այդ օրենքները պահելու համար։ Հիմա տեսեք, ասում են նրանք, ովքեր լսողները կկատարեն, ասում են նրանք կարդարանան։ Ինչը նշանակում այս արդարությունը։ 3 իմաստ են դնում հայրերը։ Առաջին, այսինքն արդարացումը քո մեղքերի ներումն է, քո մեղքերի սրբավելն է Քրիստոսի շնորհներով։ Երկրորդը արդար գործեր կատարելն է եւ երրորդը շատ կարեւոր դատաստանի ժամանակ, երբ որ քեզ հայտարարում են, որ դու արդար ես եւ փրկված ես։ Ուրեմն տեսեք, երբ որ մենք օրենքներես գործնական, բանական, բնական եւ գրավոր, երբ որ մենք մեր կյանքի մեջ պահում ենք, մեզ բերում են սրբության, որ մենք այս կյանքում արդեն արդարանում ենք, մեզ ստիպում են կամ առիթ են տալիս բարի գործեր կատարել եւ դատաստանի ժամանակ, երբ որ մենք կանգնում ենք Աստծո առջև, մեզ մեր գործերը նայում են, ասում են, որ դու արդարացված ես, մտիր Տիրոջ ուրախության մեջ։ Ուրեմն այս երկուսը արդար գործեր կատարել դատաստանի առջև կանգնելը ցույց են տալիս, որ նրանք, ովքեր օրենքը պահում ու կատարում են, նրանք նաեւ արդարություն են գործում եւ դատաստանի ժամանակ նրանք պիտի փրկություն ունենան։ Այսինքն դու բարի գործեր կատարում եւ Աստծո արդարությունն ես կատարում։ Հիշում եք հрьяաներին ինչ ասաց Հիսուս։ Սամիթի, անանոխի, չամանի 10-րդ ասում եք աննավոր տալիս եք, բայց հավատքի արդարությունը չեք գործում։ Այսինքն ինչը որ հավատքի կյանք պիտի ցույց տա դու չես անում, բայց ինչը որ արտաքին է տեսանելի է դու պահում ես։ Այսօր շատ մարդիկ կան, որ արտաքին կողմը պահում են քրիստոնյայի, բայց ներքին մարդը կապ չունի քրիստոնեության։ Եվ ինչպես անցել ենք արդեն Պողոս Արաքյալը նամակի մեջ ասում է Տիմոթեոսին, աստվածապաշտության կերպարանք ունեն, բայց դրա զորությունից շատ հեռու են։ Այսինքն ինքը ցույց է տվել ինքը քրիստոնյա է, բայց քրիստոնեական ոչ մի արժեք ու համակարգ իր մեջ չկա։ Իսկ առաջինը, որ սրբում է մեզ մեղքերից, ուրեմն սրանք բարոյան օրենքները պահելով եւ Աստծո սիրով դու հասնում ես փրկության։ Ուրեմն առաջին այս իմաստը, որ արդարություն, այսինքն մենք մեր մեղքերից պիտի արդարանանք, Քրիստոսի շնորհով պիտի զարդարվենք հավիտենական կյանք ունենալու համար։ Հասկացաք այս հատվածը։ Ուրեմն մենք լսողներ չպիտի լինենք, այլև գործադրողներ պիտի լինենք։ Ցավոք սրտի այսօր շատ են լսողները։ Շատ են լսողները։ Երբեմն որ հոգևոր նյութեր ես դնում համացանցում, քանի հազար մարդ նայեց ու դիլիջանսները որ տեսնում եմ շատերը ասում են, բայ Տեր հայր երեք ինչ լավ բան ասացիր, բայց այդ մարդկանց երբեք ես եկեղեցում չեմ տեսնում։ Իրենք չեն գալիս եկեղեցի։
Այսինքն լսեցին, ոգևորվեցին, սրտի կդրեցին կամ մի բան էլ մեկնաբանեցին ու վերջացավ իրենց համար այդ խոսքը։ Այսինքն այդ խոսքը, որ ինքը լսեց, ինքը չզորացավ իր հավատքի մեջ, իր հավատքը գրավոր օրենքից ու պատվիրանից չդարձավ գործնական կյանք։ 14-րդ համարը եւ ուրեմն հեթանոսները, որ օրենք չունեն, բնականորեն են օրենքի գործերը կատարում, նրանք օրենք չունենալով իրենք իրենց համար իսկ օրենք են։ Ուրեմն իրենք ինձ համար նաև օրենք են։ Ինչ է սա նշանակում։ Ուրեմն Հովան Ոսկեբերյանը 3 օրինակներ է նշում։ Օրենքը գրված է, օրենքը բնական է, եւ օրենքը գործնական։ Ուրեմն շատ հեթանոսներ նաև չունենալով եւ չիմանալով օրենքների մասին, իրենք իրանց համար այդ բնական օրենքներ պահել են։ Օրինակ շատ մարդիկ կան, չէ՞, մեզ շրջանում, իրենք որ Սուրբ Գիրք երբեք չեն բացել, բայց իրենց կյանքը Սուրբ Գրքին համապատասխան է։ Այսինքն չեն խաբում, չեն գողանում, սուտ չեն խոսում, որևէ բան չեն անում, որ Սուրբ Գրքին համահունչ, բայց մեկ թերություն կա, որ Քրիստոսով չի այդ ամեն ինչ։ Ուրեմն կան բարոյական օրենքներ, որ մենք պահում ենք, բայց սրանք մեր փրկության համար չէ, Աստծո փառքի համար չէ։ Մենք այդ ազնվություն անում ենք երբեմն օրենքը չխախտելու համար, որպեսզի մարդիկ մեզ չխոսեն, մեզանից չբամբասեն, այսինքն սրա համար է։ Բայց երբ որ դու քո կյանքի մեջ գրավոր օրենքից անցնես բնական եւ դրանք դնում ես գործնական կյանքի մեջ, ուրեմն փոխվում է քո կյանք ամբողջությամբ։ Ուրեմն ինքդ քեզ համար օրինակ ես դառնում եւ կատարում ենք այն օրենքների պահանջները, որոնք գրված են մեզ համար։ Նրանք բնական օրենքներ ունենալով, ուրեմն ինչի համար է օրինակ։ Օրինակ հեթանոսներից շատերը չէին կարդացել Աստվածաշունչը, բայց մի սպանիր, մի շնացիր, այս մեղքերը չէին գործում։ Իրենք էլ գիտեն, որ մի սպանիրը, մի շնացիրը դեմ է մարդկային փոխհարաբերությունների մեջ։ Իրենք էլ գիտեն, որ չէին կարդացել, որ ընկերոջդ սիրի կամ կարոտի մեջ եղող մարդուն օգնիր, իրենք գիտեն, որ բաժին պիտի հանես աղքատի համար։ Այսինքն իրենք իրենց համար օրենքի օրինակ էին։ Գրված չէր, բայց մենք էլ շատ հաճախ ասում ենք չգրված օրենքնի համաձայն, ասենք չգրված օրենքներ կան, որ պետք չի գրված լինի, որ դու իմանաս։ Սա բնականից քո մեջ կա եւ այդ օրենքը դու ինքդ պիտի պահես։ Ուրեմն նրանք 5 կտակարան չէին կարդացել, բայց իմացել էին եւ պահել էին այս պատվիրանները։ Ուրեմն նրանք իմացան եւ կատարեցին ինքնահոժար կերպով, այսինքն սա շատ կարևոր, մարդը իր հոժարությամբ է անում այդ ամենը, ինքը առանց ստիպելու է անում, առանց պարտադրողականություն անում, այլ այդ անում է հոժարությամբ ու կամավոր, ինչպես որ Քրիստոս կամավորաբար երկնքից իջավ այս աշխարհ մարդկանց փրկելու համար։ Դրա համար հեթանոսներից շատերը, ովքեր օրենքները չգիտեին, չունեին, չէին կարդացել, բայց իրենք իրենց համար օրինակ էին դարձել։ Եվ երբ որ արդեն քրիստոնեություն եկավ, իրենց կյանքի մեջ քարոզ բերեց, հիշում եք նաև Պողոս Առաքյալի խոսքը Աթենքում, Հունաստանում, երբ որ գրված էր սա կրակի աստվածն է, սա արևի աստվածն է, սա անձրևի աստվածն է, ասում այստեղ գրված էր անհայտ աստված։ Ես այդ անհայտ Աստծո մասին եմ խոսում, որը սովորեցնում էր ձեզ։ Եվ եթե մենք իբրև քրիստոնյաներ այդ օրենքներ ունենալով չենք պահում, հեն ինչ են անում հեթանոսները, մեզ նայում են իբրև իրենց անշունչ եւ անտարբեր այդ չաստվածների կերպարանքի մեջ են մեզ տեսնում, որ մեր Աստվածն է իբրև անհաղորդակից է մեր կյանքին, իրանք այդպես են պատկերացնում կազմում քրիստոնեության եւ ճշմարիտ աստվածպաշտության մասին։ 15 համարի մեջ արդեն շարունակում է ասելով, նրանք ցույց են տալիս, թե Աստծո օրենքի պահանջները գրված են, տեսեք, իրենց սրտերում։ Ուրեմն Աստծո օրենքները գրված են մարդու սրտերում, իրենց խղճի վկայությամբ եւ իրենց խորհուրդների մեջ միմյանց մեղադրելով կամ արդարացնելով։ Ինչ է սա նշանակում։ Նրանք ճիշտը եւ սխալը ինչպես են տարբերում սրտով, այսինքն խղճով նաեւ։ Հիշում եք Պեպոն կարդացել եք կամ եթե ֆիլմը տեսել եք, երբ որ գործը հասնում է դատարան, ասում է բարաթը չկա, ասում է բա խղճիդ սրտիդ բարաթում էլ չկա գրված, ինքը սիրտն ու խիղճը այստեղ Սուրբ Գրքի մեջ երբեմն նույնացված, ասում են լավ սրտիդ բարաթի վրա էլ գրած չի, լավ թուղթը չկա, որ դու ինձ պարտքես, բա սրտիդ մեջ էլ դու հո գիտես, որ դու ինձ պարտքես։ Ուրեմն հեթանոսները, այսինքն այս օրենքները գրված էր բնական օրենք, ուրեմն դրված է մարդու սրտի մեջ։ Ուրեմն խիղճը նրանց վկայում էր, նրանց մեղադրում էր եւ նրանց արդարացնում։ Տեսեք, 3 բան անում խիղճը վկայում է, այսինքն աշխարհի մեջ ցույց է տալիս Աստծո ներկայությունը, քո սխալների ժամանակ մեղադրում է, որ ասում ենք խիղճը ստանջում էր, խիղճը թույլ չի տալիս, եւ երրորդ քեզ արդարացնում է, որ դու ինչ որ բարիք ես գործում, լավ բան ես անում, խաղաղություն ես գտնում, ուրեմն խիղճը
հանգստանում է, ուրախանում է քեզ համար։ Ուրեմն գրված է իրենց սրտերում։ Ում կողմից էր գրված կամ ինչ էր գրված։ Չէ, հարց է սա, այսինքն ով գրեց իրենց սրտերի մեջ կամ ով դրեց։ Ուրեմն այս տողը վերցված է Երեմիա մարգարեի գրքից, մարգարեությունից, բառացի ասում է իմ օրենքները նրանց մտքի մեջ են դրոշմելու, դրանք նրանց սրտերի մեջ են գրել։ Ուրեմն հստակ ասում է, որ իրենց մտքի մեջ եմ դնելու եւ իրենց սրտի մեջ գրելու։ Ուրեմն առաջինը միանգամից հասկանում ենք, որ Աստված է գրել մեր սրտերի մեջ, դրել մեր մտքերի մեջ, որպեսզի մենք իրեն ճանաչենք։ Սա ցույց է տալիս, որ Աստված է հեղինակը բոլոր օրենքների, թե գրավոր, թե բնական եւ թե գործնական։ Այսինքն ինչ որ մեր շուրջը կատարվում է, ինչ որ մենք պիտի կատարենք, Աստված գրել տվել է մարդուն, որպեսզի մարդը ճանաչի։ Եթե չես կարող գրավորը ճանաչել, ուրեմն բնական օրենքներով պիտի ապրես։ Եթե սա էլ չես կարող, գործնական կյանքով պիտի տեսնես, որը լավ է, որտեղ քո խիղճը լավն ու վատը կարողանում է, չէ՞։ Ստուգեր, սա ճիշտ է, սա սխալ է, սա արդար է, սա մեղավոր է։ Ուրեմն խիղճդ նաև քեզ սովորեցնում է այս ամեն ինչ։ Ուրեմն խղճի վկայություն։ Հիմա սրտի մեջ գրված օրենքը խղճի վկայության մարդուն ցույց։ Ինչ է սա նշանակում։ Այս վկայությամբ է մարդը կարողանում տարբերել որն է սուտը, որն է բարին կամ չարը։ Ուրեմն տեսեք, խղճի վկայություն։ Գիտեք հայտնի պատմությունը, որ Ստալինը ասում է, մահացած մարդուն ասում է, որ վիրահատեցիք, հերձեցիք, խիղճը գտակ, այսինքն հարցը սա է, այսինքն խիղճը որտեղ ես կորցրել, չէ՞ խիղճը որտեղ ես գտել։ Ուրեմն խիղճը դրված է մարդու մեջ իր ծնված օրվանից։ Մեկ բան է, որ լռեցնում ես, մեկ բան է, որ թույլ ես տալիս, որ ինքը քեզ ուղեկցի, քեզ համար ապրի։ Եթե դու ինքդ չես էլ ուզում մտքով կամ սրտով հասկանալ քո արածի լավը կամ վատը, խիղճդ քեզ որ սխալ բան ենք անում, ինչքան անհանգիստ ենք, չէ՞, սկսում ենք վախենալ, դողալ, վախեցած մեր շուրջը նայել հանկարծ որևէ աչք մեզ չի տեսնում, ուրեմն խիղճդ քեզ անհանգստացնում է, որ դու սխալ բան արեցիր եւ կամ դու շտկում ես կամ չես շտկում։ Եթե լավ բան ես արել, ինքը քեզ ուրախություն է պարգևում, ասում է հոգումդ հրեշտակները սկսում են երգել։ Այդ հոգև ուրախություն, կամ որ դու պարկում ես, ինքդ քեզ ժպտում ես, չէ՞, որ այսօր մի լավ բան արեցի, ուրախ քնում ես։ Ուրեմն սա խղճի վկայությունն է, որ բարի ես գործել, թե չար ես գործել։ Երկրորդ ասում է այդ վկայությամբ, խղճի վկայությամբ կամ մեղադրում է քեզ, կամ արդարացնում է քեզ։ Ինչ է սա նշանակում։ Երբ մարդը չարիք է գործում կամ ցանկանում է գործել, տեսեք, ոչ միայն գործել, այլև երբ որ ցանկություն ունես գործելու արդեն, խղճիդ մեջ, սրտիդ մեջ ինչ է սկսում։ Պատերազմ, փոթորիկ։ Այսինքն ինչ որ վատ բան պիտի լինի։ Օրինակ, որ տեսնում ենք ծիծեռնակները ցածր են թռչում, ինչ ենք մտածում, որ պիտի անձրև կա, չէ՞, այսինքն ցույց է տալիս, այսինքն տեսեք, գրավոր չեն ունեցել մարդիկ գրված, բայց թռչունների թռիչքը տեսնելով իմացել են, որ այսօր անձրև պիտի գա։ Երբ որ դու պիտի ուզում ես մեղ գործել կամ ցանկանում ես, սկսում է քո ներսում մեջ այդ փոթորիկը, պատերազմը քեզ հուշելու, որ այդ ամեն ինչը մի արա, թե չարիք ես գործում, որը ինչ է անում, ցավ է պատճառում, ոչ միայն ինքդ քեզ, այլև Աստծուն ես դու ցավ պատճառում, խիղճը դրա համար քեզ մեղադրում է եւ արդարացնում է։ Դրա համար նաեւ օրինակը ունենք անիրավ դատավորի, չէ՞, որ ասում է ոչ մարդուց էր ամաչում, ոչ էլ Աստծուց էր վախենում։ Ուրեմն, երբ որ դու այդ խիղճը լրացնում ես, դու դադարում ես Աստծո հանդեպ երկյուղ սեր ունենալ եւ դադարում ես մարդկանցից ամաչել եւ գործում ես այն, ինչը որ պետք է դու գործեիր։ Իսկ երբ բարին ես գործում, խիղճը ինչ է անում։ Ինչ անում խի, որ դու բարի քեզ գործում է, ինչ անում։ Ուրախանում է միայն։ Հայրես մեկ ասում է ջատագովում է քեզ, այսինքն քեզ ոգևորում է, որ դու ավելին անես, այսինքն ջատագովելը գիտեք, այսինքն այնքանը քեզ ոգևորում, որ դու ճիշտ ես սրա մեջ։ Պաշտպանում է նաև քո արած, այսինքն քո արած բարիքը պաշտպանում է, որ ապրես, լավ ես անում, շարունակես, ցույց տալով, որ բնական օրենքը դրված է նրա գրված, այսինքն այդ մարդու սրտի մեջ, այդ բնական օրենքով ես դու այդ ամեն ինչին հասնում։ Դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք մեր կյանքի մեջ, որ մեր սիրտը նախ չարությամբ չլցվի, ատելությամբ չլցվի, նախանձով չլցվի եւ հատկապես չքարանա, որովհետեւ երբ որ քարացավ ինքը ձմեռնացավ այստեղ, շատ դժվար է արդեն այդ արթնացումը ոնց անել, որպեսզի դու հասկանաս բարիք ես գործում, չարիք ես գործում, թե ընդհանրապես անջատել ես ամեն բան եւ անտարբերության մեջ ապրում ես։ 16-րդ համարը, որ շատ գեղեցիկ վերջաբան է դնում առաքյալը, ասում է այն օրը, երբ Աստված պիտի դատի մարդկանց գաղտնի գործեր ըստ իմ ավետարանի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Որն է այդ օրը։
Դատաստանը, Քրիստոսի գալուստը։ Ուրեմն այդ օրը ժամանակ է։ Տեսեք, ասում են, երբ որ գա դատելու, ինչի մասին ասում, ոչ միայն գործել եւ մեր գախնի մտածումներն ու խորհուրդներն էլ պիտի դատի Տերը։ Այսինքն, քանի որ Տերը ամենագետ է, ամենակարող, ամենատես է, մեր մտածումներն անգամ գիտի, մեր խորհուրդները գիտի, ուրեմն ոչ միայն մեր չկատարած այդ բարի գործերի համար մեզ պիտի դատի, այլև պիտի դատի մեր մտածումների ու խորհուրդների համար։ Ամենասարսափելի բանը սա է, որ քո մտածումն է, որ դու գիտես ճիշտ են կամ դու ինչպես մտածում ես, Տերը գիտի։ Ուրեմն քո եւ տեսանելի եւ անտեսանելի գործերը Տերը մեջտեղ պիտի բերի դատաստանի օրվա ժամանակ։ Ուրեմն ինչ է սա նշանակում, որ Աստված գիտի յուրաքանչյուր մարդու։ Այդ դոլարը տեսել եք, չէ՞, $1 վերևը, որ աչք կա նկարած։ Դա է Աստծո ամենատես աչքն է ցույց տալիս։ Այսինքն, որ ամեն տեղ քեզ տեսնում է, կամ եկեղեցիներում հին եկեղեցիների սրբապատ վերևի անկյունում եռանկյունի մեջ աչք, այսինքն Աստծո ամենատես աչքն է, որ ոչ միայն քո արտաքինն է տեսնում, այլև քո ներքին մարդուն է տեսնում, ոչ միայն քո խոսքը, որ դու խոսում ես, ասում ես, որովհետև մենք մեկ բան մտածում ենք, մեկ բան խոսում ենք։ Այստեղ մեր մտքի մեջ ինչ ասես ասում ենք, բայց մեր լեզվով երբեմն կեղծավորաբար ուրիշ բան ենք խոսում, կամ հակառակը ու անում ենք այսա։ Ուրեմն այդ խորհուրդները Աստված գիտի, տեսնում է, ճանաչում է մարդուն։ Դրա համար շատ զգուշ պիտի լինենք մեր մտածումների մեջ, որպեսզի նաև այդ մտածումների մեջ մեղքի բաժին չունենանք։ Ուրեմն Տերը պետք է դատի ոչ միայն արտաքին մարմնական գործեր, այսինքն ինչ որ մենք արել ենք այս կյանքի մեջ, այլև մեր խորհուրդները, սրտի իղձերն ու ցանկությունները նույնիսկ, այսինքն սրտի ցանկությունները պիտի դատի։ Ինչ ցանկություն ես ունել, այսինքն երբ որ նայեցիր մի կնոջ ցանկացար, այդ ցանկությունը դել գիտի, պիտի դատի։ Երբ որ նայեցիր ուզեցար գողանալ, այդ ցանկությունը դել պիտի դատի։ Երբ որ նայեցիր իրեն ժպտացիր, բայց սրտիդ մեջ հայոյեցիր կամ չարախոսեցիր կամ վատաբանեցիր, այդ խորհուրդը պիտի դատի։ Ուրեմն նաև տեսեք սրտի ցանկությունները ու իղձերը նաև պետք է դատի Տերը։ Ոչ միայն արտաքին տեսանելի գործերը, այլև այդ քո ցանկություններն ու նպատակները պիտի դատապարտի։ Այստեղ Պողոս Արաքյալն ասում է ըստ իմ ավետարանի, այսինքն դատաստաններ ըստ իմ ավետարանի պիտի դատի։ Ինչ է սա նշանակում, ուրեմն քրիստոնեական ճշմարիտ վարդապետության համաձայն։ Հիշում եք Գաղատացին ասում իմ քարոզած ավետարան անգամ հրեշտակները չեն կարող փոխել։ Այստեղ ոչ թե Պողոս Արաքյալը իր մասին է խոսում, այլ ինչ որ Աստված ինձ տվեց, ես բառացի ձեզ խոսեցի, պատմեցի, ուրեմն այդ իմ քարոզած ավետարանի միջոցով պիտի դատվեք։ Այսինքն պիտի ավետարանը բացի ասի, գրված է. սիր քո Տեր Աստծուն քամվող սրտով, հոգով, մտքով, էությամբ։ Սիրել ես։ Սիր ընկերոջդ ինչպես ինքդ քեզ ես սիրում, սիրել ես։ Մի սպանիր, մի գողացիր, մի շնացիր, ուրիշ ունեցան աշմիդիր, հրաժարվել ես, թե շարունակել ես այդ անը։ Այսինքն քեզ ոչ թե պիտի դատեն այնպիսի գրված օրենքներով, որ չի վերաբերում մեր հոգու փրկության, այլ քո հոգու փրկության ավետարանի ճշմարիտ վարդապետության միջոցով դու պիտի դատվես եւ տեսեք ասում է Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ինչու է ասում Հիսուս Քրիստոսի միջոցով։ Մեր փրկությամբ զբաղվում են ով։ Սուրբ Երրորդությունը, չէ՞, Հայրը, Որդին եւ Սուրբն։ Բայց ինչու է այստեղ շեշտում Հիսուս Քրիստոսը, որտեվ Հիսուս Քրիստոսը ինքը մարդացավ, մերպես մարդ դարձավ, առանց մեղքի ապրեց այս աշխարհի մեջ, այսինքն Հիսուս պիտի վկայի, որ որպես մարդ ես ցույց եմ տվել, որ դու կարող ես ապրել, եւ այդ վկայությամբ էլ պիտի դատվես, որ դու հրաժարվել ես Քրիստոսի օրինակով ապրել այս աշխարհի մեջ։ Եվ քանի որ սահմանել է մի օր, երբ աշխարհը արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հավատքի տալ ամենքին, նրա մեռներից հարություն տալու։ Սա Գործք առաքելոցի մեջ է ասում Պողոս Առաքյալը։ Ուրեմն Հիսուս Քրիստոսի միջոցով, քարոզած ավետարանի միջոցով մեր տեսանելի թե անտեսանելի մեղքի համար մի օր պիտի դատապարտենք։ Հիմա 17 համարից մինչև 23 համարը, տեսեք հիմա Պողոս Առաքյալը թելադրելու է, ասենք ցույց է տալու հрьяաների մեղքերը եւ նրանց կեղծավորությունները, թե ինչ կեղծիքների մեջ էին ապրում։ Տեսեք հիմա ինչ է ասում 17 համարի մեջ։ Ահա եւ դու, որ հрья ես կոչում եւ հենվել ես օրենքին ու պարծենում ես Աստծով։ Հիմա ոնց որ բառացի փոխենք, այ դու, որ քրիստոնյա ես քեզ կոչում եւ պարծենում ես, որ մկրտված ես եւ պարծում ես Աստծով, ինչ պիտի անես։ Ուրեմն Պողոս Առաքյալը այստեղ էս ոճը հայերեն ասում են հեգնական ոճ է, ծաղրանքով, ասենց հեգնում էլ, այսինքն այ կեղծավոր, դու քեզ հрья ես կոչում, բայց դու պարծենում ես օրենքներով ու Աստծով այդ ունեցած մտերմությամբ, բայց դու անհավատից ոչնչով տարբեր չես։
Ինչու է այստեղ ասում, որ դու քեզ հրեա ես կոչում։ Գիտեք, միայն մենք ենք հրեա ասում։ Մեր լեզվի մեջ է միայն հրեա։ Մյուսները իուդեյ, այսինքն հուդայական են ասում։ Հուդայի ժողովուրդն է։ Իրենց հավատքն կոչվում է հուդայականություն։ Հրեական հավատքը այդպիսին է, որ համաշխարհային օրենքներից մեջ է։ Տեսեք, ինչու է սա ասում։ Հիշում եք Հիսուսը ինչ ասեց հրեան, ասեց ձեր հայրը ով է, որ ասի մենք Աբրահամն է մեր հայրը, ասեց ձեր հայրը ով է, Սատանան, այսինքն դուք սատանա եք, սուտ եք խոսում, կեղծավոր եք, եւ տեսեք Մարկը հայտնության գրքի մեջ ասում է, իրենք իրենց մասին ասում են թե հրեաներ են, բայց այլ բան չէին, քան սատանայի ժողովուրդ։ Սա հայտնության գրքում է, իրենք իրենց հրեա են համարում, բայց իրենք այլ բան չէին, քան սատանայի ժողովուրդ։ Այսինքն մեկը, որ ասում է Աստծո ժողովուրդն եմ, հավատում եմ պատվիրաններին, հավատում եմ, որ Հիսուս ունեմ, բայց սխալ ես ապրում, դու Աստծո ժողովուրդը չես, դու սատանայի ժողովուրդն ես։ Երկրորդ հրեաները պարծենում են, որ իրենք ընտրյալ ժողովուրդ են, Աստված իրենց հետ խոսում է, ցույց է տալիս, որ մնացած ժողովուրդներին դու արհամարելու իրավունք չունես, դու հավասար ես։ Հրեաները ինչ են մտածում մյուս ազգերի մասին, որ նրանք շուն են, մինչև այսօր այդպես էլ մտածում են, եւ երկրորդ, որ սրանք բոլոր ազգերը ստեղծված են դժողքի վառելափայտ լինելու համար։ Հիմա ասում է դու, որ քեզ հրեա ես կոչում, այլ բան չես, քան սատանայի ժողովուրդ։ Մի պարծեցիր այդ ամենը։ Ուրեմն նրանք պարծում իրենց օրենքներով Աստծո ունեցած հարաբերությամբ, սակայն ինչ էին անում այս ամենը։ Այսօրվա մեղքն է, անհոգ էին։ Այսինքն այդ ամենը պահելու, պահպանելու մեջ հոգ տանելու ցանկություն չունեն, անհոգ ապրում են։ Մենք Աստծո ժողովուրդն ենք, օրենքներ ունենք, Մովսես ունենք, մեզ հետաքրքիր չի մնացած պահել, պահպանել արդարություն։ Ուրեմն անհոգ են այս ամենը պահպանելու հարցում եւ մեծամտանում էին եւ ծաղրում են մնացած ժողովուրդն։ Սա այսօրվա քրիստոնյայի կենցաղն է, չէ՞։ Այսինքն դու որ քրիստոնյա ես, բայց դու անհոգ ես ապրում։ Այսօր մեր քաղաքում ուրիշտեղ որ չգնան, քանի հոգի արթնանում առավոտյան ու մտածում ոնց ինքը փրկի իր հոգին։ Չկա, գրեթե չկա։ Էլ չեմ ասում աշխարհի մեջ արթնացող մարդիկ, այսինքն որ դու քրիստոնյա ես, քեզ ոչինչ չի տալիս։ Երբ որ դու մկրտվել ես, դու դեռ փրկված չես։ Դու պիտի կարողանաս այդ փրկությունդ պահել ու պահպանել։ Երբ որ քեզ Աստված շնորհ է տվել, այդ շնորհը չպիտի մերցնես, այլ հակառակ այդ շնորհը պիտի ավելի զորավոր, ավելի արժեքավոր դարձնես մյուրդ մարդկանց փրկելու համար։ 18 համարի մեջ ասում է. դու որ գիտես նրա կամքը եւ ընտրում ես բարին ու կրթված ես ըստ օրենքի։ Սա ինչ է նշանակում։ Այս երեք բաները որ թվարկեց, սա աստվածապաշտության պտուղն է, որ դու ընտրված ես, օրենքները գիտես, կրթված ես քեզ համարում, բայց ինչ է սա, մարդիկ այսինքն ճանաչում են, գիտեին ճշմարիտ Աստծուն, բայց չէին կատարում նրա կամքը։ Դրա համար մենք ամեն անգամ ասում ենք Տեր թող քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Այսինքն որ դու ասում ես, որ Աստված իմ հայրն է, բայց դու հոր կամքը չես ճանաչում կամ չես գործադրում, դու նորից կեղծիքի մեջ ես, այսինքն դու կեղծավոր ես։ Մեկ բառով այս ամբողջի մեջ Պողոս առաքյալը ասի դուք կեղծավոր եք, որովհետև ասում է ես գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետևորդներին կպատվիրի, որ նրանք Տիրոջ ճանապարհով ընթանան եւ պահպանելով արդարության իրավունքը ապրեն։ Իմանում ենք վստահ են, եթե դու Աբրահամի զավակ ես կամ դու քրիստոնյա ես, մկրտված ես, Աստված քեզ համար հայր է դարձել, ուրեմն դու պիտի պահպանես նրա պատվիրանները եւ արդարությամբ հասնես փրկության։ Այս կամքը պիտի գտնես ու հասկանաս, որն է Տիրոջ կամքը այս աշխարհի մեջ։ 19-րդ համարի մեջ շարունակում ասելով դու որ վստահ ես քո անձի վրա առաջնորդ լինելու կույրերին լույս խավարի մեջ եղողներին։ Ուրեմն հрьяաները վստահ են իրենց վրա, որ իրենք առաջնորդներ են եւ լույս են, այսինքն կույրերին պիտի առաջնորդեն, այսինքն հեթանոս աշխարհին, խավարի մեջ եղող մարդկանք լույս են, ոնց որ մենք, չէ՞, ասում ենք քրիստոնեությունը լույսն է աշխարհի, բայց ավելի շատ խավար կա այսօր քրիստոնեության մեջ, քան լույս, որովհետև մարդիկ քրիստոնյա լինելով հեթանոսները ոչինչով չեն տարբերվում, կամ մեղքը արդարացնելով են զբաղված այսօրվա քրիստոնյաները։ Ուզում են, որ իրենք քրիստոնյա լինեն եւ նաև մեղք գործեն, մեղքի կյանք ապրեն, այսինքն երկու լավը խաղան, դրա համար Աստված ինչ է ասում, բավական է երկու ոտով էլ կախաս, ոտքերդ ամրացրու եւ քայլիր իմ ճանապարհով։ Դրա համար որ անառակ որդին վերադարձավ, հայրը ինչ տվեց անառակ որդուն։ Պատմուճանը հագցրեց, այսինքն մեղքի պատմուճանը հանեց, նորից հագցրեց արդարությունը, մատանին տվեց իշխանությունը, որ նորից դու իմ զավակն ես, եւ հողաթափերը, չէ, կոշիկները տվեց, որ ավետարանի ճանապարհն է, որ դու քայլես ավետարանի ճանապարհով։ Ինչպես որ մենք ամեն անգամ աղոթքի մեջ
դասից հետո ինչ ենք ասում, իմ ոտքերն ամրացրու, որպեսզի իմ ոտքերը քայլեն փրկության ճանապարհով, ձեռքերս բարի գործեն, ակաժներս չախորժեն լսել չարության խոսքեր, աչքերս չվարժվեն արատությամբ նայելու ցանկասիրությամբ, այսինքն այս ամենը մեկ նպատակ ունի, որ դու արդարությամբ ապրես եւ իրականում առաջնորդ եւ լույս լինես այն մարդկանց համար, ովքեր խավարի մեջ ապրում են, սիրելիներ։ Ինչու է այս ամենը հрьяաները ինչի համար է այս օրինակը բերում, որ առաջնորդու լույս լինեն։ Հովան Ոսկեվերն հայրապետն ասում է, հрьяաները ծով ու ցամաք էին անցնում այլ ազգերի եկամուտներ իրենցով անելու համար, որպիսի իրենք մեծամտանային եւ արհամարհային մյուսներին։ Ինչու սա Հիսուսի խոսքի շարունակություն է։ Հիշում եք ինչ էր ասում Հիսուս։ Ասում էր դուք վայ ձեզ կեղծավորներիդ, որ ծով ու ցամաք եք կտրում, գնում եք որպիսի մեկ հոգու դարձի բերեք, բայց ձեզանից հետո ավելի վտանգավոր գեհենի կրակի զավակ եք, այսինքն գեհեն դժոխքի բաժին եք դարձնում։ Գնում եք այս մարդուն քարոզում եք, ոնց որ մենք այսօր քրիստոնյաներս շատերին քարոզում ենք, բայց հետո իրենք մեզ տեսնում են, մեր քարոզածը չի համապատասխանում, իրենք ավելի շատ անհավատ են դառնում, քան էին մինչև մեզ ճանաչելը կամ քրիստոնեություն իմանալը։ Դրա համար ասում եմ, դուք առաջնորդ եք, քույրերին լույս եք, խավարի մեջ եղողներ, բայց դուք մոլորված եք եւ կեղծիքի մեջ եք ապրում։ 20-րդ համարի մեջ ասում է խրատող անմիտներին, ուսուցիչ մանուկներին, քանի որ վստահ ես, թե ունես օրենքի մեջ գիտության եւ ճշմարտության կատարյալ պատկերացումը։ Ուրեմն հрьяաները նաեւ վստահ են, որ օրենքի մեջ գիտության եւ ճշմարտության կերպարներն են, այսինքն իրենք այդ առաքինության ռախվիրաներն են, այսինքն իրենց նայողը պիտի վերջ հասկանար, որ սրանք իդեալական կերպարներ են, պետք է իրենց նմանվենք։ Ինչ էր ասում Հիսուս։ Սիրում եք ձեր աղոթները երկարացնել մարդկանց մեջ, պատվավոր սեղաններին նստել, բայց ասում էր դրա հետ մեկտեղ այրիների հացն է գողանում։ Այսինքն իրենք ցույց են դրել օրենքների ճշգրտությամբ պահելով իրենք կատարյալ կերպար են։ Այսինքն քո մաքուր հագու կապը, սանրվածքը, պահվածքը չի խոսում քո դեռ քո արդար ճշմարիտ քրիստոնյա լինելու մասին։ Դու պետք է դա այդ ամենը կրողը լինես, ոչ թե ցույց տալուս։ Եվ սա աստվածապաշտի կերպարանքն է, այսինքն աստվածապաշտ մարդ այսպեսին պիտի լինի, բայց ներսից դատարկ ես դու, սակայն նրանք միայն արտաքինից էին աստվածապաշտ, բայց նրա զորությունը չունեին։ Տեսեք, ասում եմ, մանուկն եմ ուսուցիչ եք, խրատող եք, դուք գիտության ճշմարտության կերպարանք ունեք, բայց շատ հեռու եք այդ զորությունից։ Եվ օրինակը բերում է, ասում է, բաժակի արտաքին կողմը լվում եք, մեջը նեխած է։ Այսինքն դուք այդ արտաքին կողմը պահում եք, որ դուք այդպեսին եք, բայց իրականում դուք կապ չունեք այդ արդարության հետ։ Ուրեմն սա արդեն նույն այդ կեղծավորության շարքն է գալիս, որ մենք էլ մեզ պիտի նայենք, հասկանանք, այո, ասում եմ, նայեմ ես հայլու մեջ ակնապիշ, պիտի նայես ինչպիսին ես դու շտկես։ Մարդիկ ինչպիսին են, որ հայլու մեջ ունեն, կան մարդիկ, որ մի 20 րոպե կես ժամ չեն ամենավերջին մազն է ասեն շտկում են, նոր դուրս են գալիս տանից, մարդը կամ ասես նայում այսպես ու անցնում է։ Կյանքում էլ են այդպես մարդիկ։ Ոմանք այսպես ուղղակի ակնթարթ են ուզում են ապրելու անցնել, ոմանք էլ երկար մտորում են ոնց անել իրենց կյանքը մաքուր ու արդար ու գեղեցիկ լինի, որպեսզի հասնեն հավիտենական կյանքին։ 21-րդ համարի մեջ ասում է արդեն. իսկ դու որ ուսուցանում ես ընկերոջդ, ինքդ քեզ չես ուսուցանում, քարոզում ես չգողանալ, բայց դու գողանում ես։ Պողոս Արաքյալ արդեն սկսում է թվարկել նա այստեղ հрьяաների մեղքերը, սրանք կեղծավորություններն է ցույց տալի, որ ինչեր եք ձեզ վերագրում, բայց չեք, հիմա ցույց է տալիս, դու ընկերոջդ ուսուցանում ես, բայց դու քո ուսուցանածը չես ապրում, քարոզում ես չգողանալ, բայց դրանից ավելի շատ ես գողանում։ Ինչ է սա նշանակում։ Ինչու, որովհետև իրենց իրենք ինչ որ ուսուցանում են, իրենք չէին ապրում։ Ցավոք սրտի այսօր էլ մեր կյանքի մեջ այդպես։ Ուսուցանողը ինք իր ուսուցանածին չի հավատում։ Ուսուցիչը գնում է մտնում է դպրոց, ինքը դասը պատմում է, ասում է վերջում ուզում եք հավատացեք, ուզում եք մի հավատացեք։ Վերջ, դուրեմ չես օգնում այդ մարդուն։ Հոգևորականը քարոզում է, իջնում է խորանից դուրս, ինքը իր քարոզած հետ ընդհանրապես կապ չունի։ Մենք սովետական շրջանում մի քահանա ունենք, այնպեսի մեծ գեղեցիկ քարոզներ էր խոսում պահքի մասին, հալվում էր, իջնում էր ներքև, մեծ լավ բրտու ջրանում մսով ուտում ես, մեր ինչ որ ես ասում եմ դուք այդ կանեք, հանկարծ իմարածները չանեք։ Հավատացյալը գալիս է եկեղեցի, աղոթում է, լացում է, գնում է տուն, տնեցիկին է լացացնում։ Նախարարը, ոստիկանը, մյուսը խոսում են արդարին օրենքներից,
ամենաշատ խախտողներ օրենքների իրենք են։ Ուրեմն ասում են նախ ինքդ քեզ ուսուցանիր, դեռ ասում են բժիշկ, բժշկիր ինքդ քեզ։ Մինչև դու քեզ չբժշկես, դու քեզ չսովորեցնես, դու չես կարող ուրիշներին սովորեցնել։ Հիսուս ոչ մեկին ավել բարձ չասեց, նայում են Հիսուսի ապրած կյանքին եւ մարդիկ դարձ են ունենում։ Ոչ թե լսում են ավելի շատ խոսք։ Այսօր այդ խոսքի ժամանակն անցել է խոսքով համոզելու։ Մարդկանց պետք է կենթանի օրինակ լինես քո ապրած կյանքով։ Եվ ասում եք, հարոզում եք չգողանալ, բայց դուք էլ գողանում եք։ Ինչ է սա նշանակում, ինչպես էին գողանում։ Նենգությամբ եւ բռնությամբ։ Կեղծ վկայություններ, այսինքն այսօր շատ հաճախ չէ, որ մեկի ունեցված ունեն տիրանան, սուտ վկայություն անում, այս մարդուն ձերբակալում են կամ ինչ որ մի բան ունեցվածքը վերցնում են իրենց։ Կամ տեսեք ինչ է ասում Եսայի մարգարեությունը, ասում է ձեր իշխանները ապստամբներ են եւ գողերին գողակից, կաշառք սիրողներ են եւ վրեժխնդիրներ։ Գողերին գողակից, այսինքն դու ոչնչով չես տարբերվում այդ մարդից։ Նա ապստամբ ես Աստծո հանդեպ։ Եվ գողես, գողերին գողակից ես, կաշառք սիրող ես եւ վրեժխնդիր ես։ Տեսեք ինչպիսի դատապարտություն։ Սա է Եսայի մարգարեն Քրիստոսից առաջ մի քանի 100 առաջ է ասել եւ մեզանից մի քանի հազար տարի առաջ, բայց մարդկությունը նորից գալիս է այստեղ ուսուցանում ես, դու չես հավատում քո ուսուցանածին, ասում ես չգողանաս, չշնանաս, սրա մեջ բոլոր մեղքերը հասկացեք, քարոզում եք, բայց դուք ինքներդ այդ ամեն ինչը անում եք։ 22-րդ համարը ասում ես չշնանալ, շնանում ես, գարշում ես մեհյաներից, տաճարներ ես կողոպտում։ Ինչ է ասում Երեմիա մարգարեն, ասում է նրանք դարձան իգամոլ ձիեր եւ ամեն մեկը իր ընկերոջ կնոջ վրա էր վրնջում։ Պատկերացնում եք ինչ խոսքը, ասում է իգամոլ ձիեր եւ իրենց ընկերոջ կնոջ վրա են վրնջում։ Ասում է չշնանաս, բայց շնանում ես։ Հիսուս ինչ էր ասում, գրված է մի շնացիր, բայց ես ասում եմ, եթե նայեցիր ու ցանկացար, արդեն շնացել ես։ Եվ տեսեք մեղքը ուր է հասել, որ մարդիկ արդեն ոչ միայն իրենց ընկերոջ կնոջ պատվին, այլև իրենց եղբոր կնոջ պատվին կարող են, իրենց հարազատի պատվին կարող են դիպչել, որտեղ այս մեղքը գործում էին։ Եվ այս մեղքը ցավոք սրտի ամենատարածվածն է աշխարհի մեջ, եւ սա քանդում է մեզ։ Գարշում եք մեհյաններից, այսինքն կուրքեր պաշտելուց, բայց տաճարներ եք կողոպտում։ Ինչ էին անում։ Տաճարի գանձերն ու անոթներն էին գողանում։ Ինչ որ Աստված ասել տաճարից բաժին կհանեք աղքատին, դա էլ բաժին չէին հանում, դա էլ են իրենցով անում, գողանում են եւ տաճարը սրբությամբ չէին պահում։ Այսօրվա քրիստոնյայի պարագային ինչ է։ Դուք այսինքն մեհյաներից փախչում եք, բայց ձեր տաճարները, այսօր մեր տաճարները քանդված են, չէ՞, մեծ մասը։ Մենք չենք էլ մտածում այդ տաճարները կառուցելու մասին, հակառակ ուզում ենք ինչ որ բան այդ տաճարներից դեռ տանել։ Երբ որ հանկարծ մի բան պատմում, դե եկեղեցին լիքը գանձեր ունի, թող ծախի տա մեզ։ Բայց այդ եկեղեցու գանձերը, եկեղեցունը չի, դա բոլորին է սրբությունն է, դա ծախելու կարիք չկա։ Եվ իսկ եթե մի կույր ինչու է այստեղ նաև ասում տաճարը պղծում եք, գիտեք, որ երբ որ զոհ էին մատուցում, պետք է այդ գառնուկը անարատ լիներ։ Այսինքն կաղ չլիներ, աչք չունեն, պակաս չլիներ, այսինքն ամբողջությամբ լավ լիներ։ Դրա համար ասում է Մաղաքիա մարգարեն, իսկ եթե մի կույր անասուն եք զոհ մատուցում, ապա չար գործ չեք անում։ Այսինքն կույր կենթանուն ինչի եք բերում զոհ մատուցելու։ Այսինքն հիվանդին ինչի եք բերում ասուն ընծայելու։ Այսինքն նույնիսկ այդտեղ եք դուք ինքներդ ձեզ խաբում։ Եվ ինչու է սա ասում, որովհետև երբ որ ամեն մարդ հрьяաները տարվա մեջ մեկ անգամ, գիտեք, ամեն մարդ պետք է տարվա մեջ մեկ անգամ ուխտի գար Երուսաղեմ եւ պիտի գար զոհ մատուցեր։ Իրենք գերում էին գառնուկներ։ Եվ Ձիթենյաց լեռան վրա այդ մեջ շուկան էր գառնուկների եւ քահանայապետերը օրվա որոշեցին, որ այդ բիզնեսը իրենց վերցնեն եւ սկսեցին տաճարի մեջ գառներ վաճառել, որտեղ որ Հիսուս եկավ, ասում աղավնա վաճառներին, լումայա փոխներին դուրս վռնդեց գառները վաճառողներին եւ այդ երբ որ դու բերում էիր ասում էր հեսա սրա վրա սև գիծ կա, սա չի կարա զոհբուտը մեր առնես։ Եվ քանի որ ռոմեական կայսրության մեջ էին, ռոմեական փողերը չէին ընդունում, տաճարի համար հատուկ դրամներ կտրեցին, բերում էին տաճարի մեջ ռոմեական փողը տալիս են, տաճարի փողն էին վերցնում, որ այդ փողով գնում էին այդ իրենց վաճառած գառնուկը, նոր տանում զոհ էին մատուցում։ Եվ հիշում եք Հիսուսի հայրն ու որ եկամ Հիսուսին բերեցին տաճար հնձել, ասում է զոհ մատուցեցին, աղավնու մի զույգ աղավնու ձակ։ Այսինքն իրենք հարուստ չէին, որ գառնուկ զոհաբերեին, աղավնու ձակուկներ զոհաբերեցին։ Որում տեսեք ուր էր հասել սրանց երեսպաշտությունը, որ տաճարը, որ Հիսուսը գրված է աղոթքի տուն, բայց դուք սարքել եք ավազակների ворջ։
դրա համար դուրս շպրտեց բոլորին եւ տաճարը մաքրեց նրանցից։ 20-րդ համար ամենավտանգավորն է այստեղ, որ սա արդեն բոլորիս է վերաբերում, ասում է օրենքով պարծենում ես, օրենքը խախտելով Աստծուն ես անարգում։ Օրենքով պարծենում ես, այսինքն մեզ պարագային քրիստոնյաներից մենք պարծենում ենք, որ մենք քրիստոնյա ենք, բայց մեր քրիստոնեական կյանքը չապրելով Աստծուն անարգում ենք։ Ցավոք սրտի աշխարհի մեջ թվականակով այսօր ամենաշատը քրիստոնյաներին, չեմ ասում ցավոք չէ, լավ է որ թվականակով շատ են, ցավոքը նրան է վերաբերում, որ որակով ամենավատն ենք, որովհետև քրիստոնյաները ոչ միայն մեղքերը գործում են, այլև պահանջում են, որ այդ մեղքերը լինեն։ Պահանջում են այդ մեղքերը լինեն։ Քրիստոնյաների մեծ մասը խաղադրույքներ են անում, խաղատներում են, գիշերային ակումբներ են, գիշերային մարմնավաճառների մոտ են, մերկ պարուհիների մոտ են, այսինքն ամբողջ այս մեղքերի մեջ քրիստոնեական աշխարհի մեջ է տարածված այս ամենը։ Կաշառք վերցնելը, գողություն անելը, խաբելը, սպանելը, դատարկ տաճարներ, այն աստիճան, որ Եվրոպայում այսօր հարյուրավոր եկեղեցիներ են տարեկան փակվում, արտաքին ճարտարապետական տեսքը պահում են, 1 եվրոյով կարող ես Եվրոպայում եկեղեցի գնել, 1 եվրոյով ճարտարապետություն արտաքին պահել, մեջը կուզես գիշերանակում դարձու, կուզես ռեստորան, կուզես սրճարան, կուզես մզկիթ սարքիր, մեն արտաքին ճարտարապետական տեսքը պահես։ Ինչու՞, որովհետև քրիստոնյաները հեռացել են ճշմարտությունից եւ ճշմարտությունը դադարել է իրենց մեջ գործել եւ ապրել։ Օրինակ սա նշանակում որ արտաքինից մենք օրինապահ ենք, ցույց ենք տալիս, որ շատ են, չէ՞, եվրոպական արժեքները այսօր մեր մեջ խոսում, որ եվրոպական արժեքներ, չափանիշներ, այո, օրենքները շատ խիստ են իրենց, վախից պահում են այդ օրենքը, բայց այսինքն իրենք օրինապահ են։ Օրինապահ ենք արտաքինից, բայց Աստծուն արհամարում ու անարգում ենք, ինչպես օրենքները չպահելով, այսինքն իբրև օրենսդիր Աստծուն չենք ընդունում, այսինքն մենք Աստծո օրենքներն ենք ոտնահարում, մեզ համար կարևոր է մարդկային օրենքները, քան հոգևոր եւ մեր հավիտենական օրենքները։ Օրինակ հավատացնի օրինապահությամբ է, որ Աստված փառավորվում է, այսինքն որ հավատացյալը քրիստոնյան ինքը օրինապահ է, Աստծանը փառաբանվում է, բարձրանում է, թե ինքը մեղքերի մեջ թաթախված է, անհավատ մարդը ոչ միայն անարգում է այդ քրիստոնյային, այլև Աստծուն, ում որ մենք հավատում ենք, ում որ մենք պաշտում ենք։ Այս պատճառով է, որ հեթանոսների մեջ ինչ է ասում Պետրոս Առաքյալը եւ ցույց տակ ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մեջ, որպեսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրև չարագործների, դրա մեջ իսկ տեսնելով ձեր բարի գործերը, փառավորեն Աստծուն եւ նրա այցելության օրը։ Այսինքն ինչի մեջ որ մեզ մեղադրում են այդ կեղծավորության, խաբեության, ասում ձեր բարի ընթացքը տեսնելով փառավորեն Աստծուն եւ նրա գալստյան օրը փառավորեն։ Հնդբանը Գանդին, Հնդկաստանի այդ վարչապետը ինչ էր ասում, ես ասում եմ հարգում եմ քրիստոնեությունը, բայց չեմ սիրում քրիստոնյաներին։ Ուրեմն մեզան ամեն մեկիցս կախված է այս ամենը, հաջորդ համարի մեջ ավելի խիստ դատապարտություն ասում է 24 համարի մեջ, որովհետև Աստծո անունը ձեր պատճառով հեթանոսների մեջ հայոյում է, ինչպես որ գրված է։ Սա բառացի մեջ բերում է, հայ որ գրված է ինչպես, սա Եսայի մարգարեությունից մեջ ձեր պատճառով իմ անունը մշտապես հայոյում է հեթանոսների մեջ, այսինքն ձեր պատճառով, մարդկանց պատճառով Աստծո անունը հայոյում է անհավատների մեջ, սիրելիներ։ Հուլիանոս Ուրացողը, այդ Հռոմի կայսրը, որ ինքը քրիստոնեական ընտանիքում ծնվել մեծացել էր, ինքը հետագայում դարձավ ամենամեծ հալածողը քրիստոնյաների։ Եվ պատճառը ինչներ ասում էր ձեր Քրիստոսը անիրավ տնտեսին արդարացրեց, որ ասեց ապրես տնտեսին, երբ որ ասեց այսպես եմ արել։ Բայց Քրիստոս չարդարացրեց նրա արարքը։ Քրիստոս խոսում էր այն ճկոնության մասին, որ մեղավոր մարդիկ իրենց ապագայի մասին ավելի շատ մտահոգ են, քան քրիստոնյաները։ Որ մեղքի մեջ ապրող մարդը ավելի շատ է մտածում իր խաղաղ կյանքի մասին, քան մենք որ խաղաղ կյանք ունենք։ Ուրեմն հեթանոսներ իմանալով հрьяաների Աստծո կողմից ընտրյալ լինելը, որ գիտեն, որ սրանք Աստծո ժողովուրդն են, Աստված ընտրել հрьяաներին, նրանց տեսնում էին օրինազանց, որ այս մարդիկ օրենքները խախտում էին, հայոյում են ոչ միայն սրանց, այլև Աստծուն էին հայոյում, եւ ամենագլխավորը մտածում որ այս Աստվածն է իրենց չաստվածների պես անզգամ եւ անտարբեր Աստված, որ մեղքը տեսնում է, ոչինչ չի անում։
Հիմա նույնն է, այսինքն անհավատ մարդիկ տեսնում են մեզ քրիստոնյաներից, որ մենք մկրտված ենք, եկեղեցի ենք գնում, հոգևորականներ ենք, էս ենք, այն ենք, այն ենք, բայց մենք սխալ ընթացքի մեջ են, ոչ միայն մեզ են արհամարում, մեզ են չարախոսում ու հայոյում, այլ մեր Աստծուն են հայոյում, մեր պատճառով, այսինքն իմ պատճառով, քո պատճառով, ամեն մեկիս պատճառով մենք թույլ ենք տալիս, որ ուրիշները հայոյեն Աստծուն, մեղադրեն Աստծուն, ասենք, սա չի ձեր Աստվածը, եթե սրանք են Աստծո ժողովուրդը, ապա պատկերացնում եք ինչ են մյուսները։ Ուրեմն այս խնդիրը բոլոր ժամանակներում եղել է, սիրել են, այսինքն նոր չի, որ 21-րդ դարում այս ամեն ինչը տեղ ունեցավ։ Հիմա նայեք հեղափոխությունը, որ սովետական միություն հաստատվեց, այսինքն նույն քրիստոնյա ժողովուրդն են, չէ՞, որ դարձան կոմունիստ եւ իրենց ձեռքերով քանդեցին Աստծո տաճարները, սպանեցին հոգեորեն, պղծեցին ամեն ինչ։ Նույն ժողովուրդն էր։ Աչաջուր գյուղում ասել եմ ձեզ, որ իրենց քահանային կախել են այդ ժողովուրդը։ Այսինքն այդ իրենց քահանա, որ մկրտել էր, պսակել էր, ծնունդ էր նշել, այսպես այդ ժողովուրդը վերցրել կախել են։ Նույն ժողովուրդը աշխարհակարգը փոխվեց, ինչու՞, այսինքն որ դու մի կարևոր սկզբունք է, որ դու չունես սկզբունք հավատարիմ լինելու քո ճշմարիտ Աստծուն, քո փրկչին, դու ծառայում ես բոլոր մարդկանց։ Երբ որ դու փողի առջև ծնկես իջնում, դու մոռանում ես Աստծո առջև ճշմարիտ երկրպագությունը եւ երկրպագում ես փողին, իշխանությանը, քեզ տրված կարողությանը։ Դրա համար Հիսուսը չես կարող երկու տերերի ծառայել, համ մամոնային, համ Աստծուն, մեկին պիտի սիրես, մյուսին ատես։ Երբ որ դու քեզ չես կարողանում պահել քո ճշմարտության մեջ, ինչ որ մեկի համար զիջում ես, թույլ ես տալիս, որ այդ ճշմարտությունը նահանջի, դու արդեն դառնում ես սովորական մեկը եւ բոլորը քեզ այդ ճանապարհով անցկացնում են, նվաստացնում են քեզ։ Հովհաննես Շիրազը մի շատ գեղեցիկ տող ունի, ասում է գինետան բաժակի պես ձերքից ձերկանցած մի աղջիկ, այսինքն ձերքից ձերք ես անցնում ամեն անգամ։ Եվ կարևոր չի, որ կուսակցության ձեռքը կընկնես, որ հանցագործի ձեռքում կհայտնվես, որ մեղավորի հետ հաց կուտես, ում հետ անկողին կպարկես, այսինքն դու ձեռքից ձեռք ես անցնում, քո պատիվ այլևս կորսված է, դու պատիվ չունես։ Դրա համար Մարգարեի խոսք, որ միշտ ասում եմ, մարդը պատիվ ուներ, բայց հավասարվեց անասուններին, ցած ընկավ։ Սրա մասին էր այսօրվա այս խոսքը, որ ինչպիսին որ լինես, եթե դու կարծում ես, որ դու քրիստոնյա ես, որ դու Հիսուս ունես քո կյանքի մեջ, ուրեմն Հիսուսին արժանի սիրով ապրիր այս աշխարհի մեջ, որովհետև ամեն ինչ նրանով է, նրանից է, նրա համար է քո կյանքի մեջ, եւ այդ արժանիքդ պիտի պահես։ Ինչ էլ որ լինի, դու ինքդ քեզ չպիտի դավաճանես։ Որ պահին որ քեզ դավաճանեցիր, դու դավաճանում ես այն ամբողջ վարդապետություն ավետարանը, որ Քրիստոս բերել է քեզ։ Դու ուրանում ես այն զոհաբերությունը, որ Հիսուս քեզ համար խաչվել է։ Դու ուրանում ես այն սերը, արատավորում ես այն սերը, որով Աստված քեզ սիրել է եւ քեզ առիթ է տվել այդ փրկության։ Եվ տեսեք, ըմը ձիու պես վրնջալու ենք, այսինքն մեղքի համար է ուրախանալու, ոչ թե սրբության համար։ Եվ ցավոք սրտի այսօր աշխարհը գնում է այս փոփոխության, այս այլակերպության մեջ, մեղքի է վերածվում աշխարհը եւ մարդը դառնում է մեղքի կրող իր վրա։ Եվ ակամայից գիտակցաբար կամ անգիտակցաբար մենք պատճառ ենք դառնում այդ մեղքերը մեր կյանքի մեջ ներմուծելու եւ հաշտվելու, հարմարվելու։ Երբ որ դու հարմարվում ես մեղքի հետ, ուրեմն վերջ դու արդեն մեղքի գերին ես։ Երբ որ հարմարվում ես այն կեղծիկին ստին, որի մեջ քեզ պահում են, ուրեմն դու ճշմարիտ ազատագրություն չունես քո կյանքի մեջ։ Երբ որ դու լռում ես այդ ամեն ինչի մեջ, դու արդեն պարտված ես Քրիստոսի սերը քեզ չի փրկել։ Հակառակ դու այդ սերը օգտագործել ես այդ մեղքերը տարթարացնելու համար։ Այսօր այսքանը սիրելիներս, թող Տեր օրհնի մեզ իր խաղաղության մեջ պահի, որպեսզի երբ որ մենք էլ դատաստանի օրը, Տիրոջ օրը կանգնենք իր առջև, ոչ թե վախենանք, ինչ մեղքեր պիտի լսենք, այլ հակառակը մեր ապրած կյանքը վկայություն դառնա, որ լսենք արդարացման խոսքը, վճիռը, որ ազատվես ես, ազատ ես, գնա մտիր իմ Տիրոջ ուրախ, ինչպես Հիսուս ինքն է ասում, մտեք իմ հոր ուրախության մեջ, իմ հոր օրհնվածներ։ Այդ ուրախությունն եմ բոլորիս մաղթում, որ լսենք, որ դու ես ինչ, ես ինչ եմ, փրկված ես, դու Աստծո զավակ ես եւ մեղքը քեզ վրա իշխանություն չունի։ Աստված պահապան բոլորի շնորհիվ։